Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Այսօր ձեր հետ միասին կամփոփենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Իրանի շուրջ եւ կհասկանանք, թե ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ ընդհանուր առումով։ Որովհետեւ առաջերտին պետք է նշեմ, որ արդեն իրանական գերագույն հոգևոր խորհուրդը այդպիսի մարմին ունեն, որը ընտրում է իրանց հոգևոր առաջնորդին, այսինքն միջև այդ դա Խամենեին էր, որը գիտեք, որ սպանվեց Իսրայելի հարվածի հետևանքով, ընտրել է նոր առաջնորդին, եւ դա Մոջտաբա Խամենեին է, այսինքն որդին սպանված առաջնորդի, որը հիմա արդեն դարել է Իսրայելի համար մեկ թիրախը եւ Իսրայելը բացահայտ ասել է, որ իրենց սպանելը նաեւ իրենց օրակարգում է, ինչպես նաեւ մնացած բոլոր այաթոլաներին եւ առհասարակ այդ ամբողջ հոգևոր կամ կրոնական, ավելի ճիշտ որ ասենք, կրոնական եւ քաղաքական վերնախավը հարվածները Իսրայելի կողմից շարունակվում են, շատ լուրջ են հարվածները, հատկապես հիմա արդեն գիտենք, որ Իսրայելը հայտարարել է, որ անցել է երկրորդ փուլ, այսինքն առաջի փուլը, որտեղ որ նպատակն էր օդային գերակայություն ձեռք բերել Իրանի օդում, ոչնչացնել հակաօդային պաշտպանությունը, օդային ուժերը եւ ծովային ուժերը, այդ նպատակին հասել են, ես կասեի 97-8%-ով մոտավորապես, մի քանի բացառության դեպքում, հատկապես ենթադրում եմ Իրանի արևելյան հատվածում, որովհետև այդտեղ հարվածների քանակը շատ ավելի քիչ էր, բայց այդ տարածքը այս պահի դրությամբ օրակարգում չէ առհասարակ Իսրայելի համար նույնիսկ եւ Միացյալ Նահանգների, իսկ մնացած հատվածում իրոք այդ նպատակին հասել են։ Հիմա արդեն նպատակը, ինչքանով հասկանում ենք եւ դա արդեն հանրային է ասվում, ռազմավարական օբյեկտները ոչնչացնելու մեջ է եւ երկրորդ փուլը պատերազմի սա է ներառում, այդ թվում հարված են հասցրել Թեհրանում նավթի ուրեմն պահեստին, շատ մեծ պահեստին, որը մեծ այդտեղ հրդեհ տեղի ունենում, գիշերը սկսվեց եւ իհարկե օդի մաքրության առումով եւ այլն շատ բարդ իրավիճակ է, բայց բացի դրանից տնտեսական առումով էլ նավթի ոչ միայն գինը, հիմա խոսենք դրա մասին, այլ հասանելիությունը Իրանում շատ լուրջ նվազում է։ Հիշեցնեմ, որ Իրանում նավթը շատ էժան է, բենզինը այդ թվում, որովհետև սուբսիդացվում է պետության կողմից եւ դա իրանց գլխավոր հնարավորությունն է, որը իրանք նաեւ վաճառում են տնտեսական առումով։ Հիմա իհարկե վաճառքը սահմանափակված է, Հորմուզի նեղուցը փակ է, բայց դա նաեւ իհարկե սահմանափակում է ծոցի երկրների ուրեմն մնացած պետությունների հնարավորությունն էլ, որ արտահանեն նավթ։ Դրա հետևանքով նավթի գները մինչև պատերազմ, եթե $65 էր մոտավորապես մեկ բարելի համար WTI կամ Brent ձևաչափի, այսինքն ամենահայտնի միջազգային ստանդարտին, այս պահի դրությամբ այսօր առավոտյան գները $120 էին բարձրացել, հիմա մոտավորապես $100-105 է մեկ բարելի համար։ Այսինքն ընդհանուր առումով 65-ից մինչև 120 է նույնիսկ աճել կարելի ասել, եւ դա իհարկե շատ լուրջ այսպիսի խնդիր է ներկայացնելու այդ թվում Միացյալ Նահանգների համար եւ միջազգային շուկայի համար, որովհետեւ Դոնալդ Տրամպի նպատակներից մեկը ցածր նավթի գներն էր, նավթի գները անմիջապես կապ ունեն գնաճի, այսինքն ինֆլյացիայի վրա եւ Միացյալ Նահանգներում պահպանել գնաճը շատ կարևոր դեր ուներ դա եւ այդ առումով Դոնալդ Տրամպը իրոք առաջընթաց ուներ եւ գոհ էր այդ իրավիճակից։ Հիմա հաշվի առնելով սա, այդ թվում այն, որ տեսեք խոսքին Բահրեյնը, որտեղ որ պետական նավթի կազմակերպությունը, որը իրանք ունեն, որը նավթի արտահանումով է զբաղված, ֆորս մաժոր է հայտարարել, ֆորս մաժորը այն դեպքն է, որտեղ որ ինքը իր պարտականությունները այլևս հրաժարվում է կատարել, որովհետև ունակ չէ կատարել, այսինքն ունակ չէ հիմա նավթի մատակարարումներ կազմակերպել, կոնկրետ երկու պատճառով։ Առաջերտին դա հարվածներն են նավթի ենթակառուցվածքների վրա Իրանի կողմից եւ երկրորդը Հորմուզի նեղուցի փակումը։ Հորմուզի նեղուցը մնում է փակ դե ֆակտո, իրանական նավերը այդտեղ դեռ գտնվում են, ճիշտ է մեծ մասը ոչնչացված է, բայց ոչ միայն զուտ նավերով, այլ նաեւ ցամաքից հարվածների վտանգով, ուրեմն կարելի է արձանագրել, որ
կոնկրետ Միացյալ Նահանգների համար խնդիրներ են այդպիսի եւ ծոցի երկրների համար փորձում ստեղծել։ Իրանը շարունակում է հարվածներ հասցնել, այդ թվում այդտեղ կոնկրետ հարևան պետությունների ուղղությամբ, այդ թվում բոլոր ծոցի երկրների՝ Քուվեյթի, Բահրեյնի, Կատարի, Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի։ Ասեմ, որ այս պահի դրությամբ իրավիճակը մի փոքր թեթևացել է Քաթարի ուղղությունով եւ Իրաքի ուղղությունով նաեւ հարվածները այդտեղ նվազել են, բայց ակտիվ շարունակվում են հարվածները, ինչպես արդեն ասացի, Բահրեյնի, Միացյալ Արաբական Էմիրությունների եւ հատկապես Սաուդյան Արաբիայի ուղղությունով։ Այդ թվում կան չհաստատված դեռ տեղեկատվություններ, որ Իրանը հարվածներ է հասցրել Ռիադին նորից, Սաուդյան Արաբիան մայրաքաղաքին, եւ զուգահեռ դրա, որ հութիները, այսինքն Եմենից, հիշում եք, իրանց մասին խոսում էինք, հարվածներ են նաեւ հասցրել իբրև Եմենի տարածքից դեպի Սաուդյան Արաբիա։ Դա հաստատված չէ, կտեսնենք ինչպես է զարգանում այդ իրավիճակը, բայց ընդհանուր առումով այդ հարվածները հաստատվել է, Միացյալ Նահանգները զոհվածներ ունեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում, Միացյալ Արաբական Էմիրություններում մոտավորապես խոսք է գնում 200 ԱԹՍ-ի մասին եւ մոտավորապես մինչեւ 20 բալիստիկ հրթիռի մասին։ Հակաօդային պաշտպանությունը էֆեկտիվ գործում է, բայց այդ էֆեկտիվությունը բավարար չէ իրականում, որովհետեւ ծավալը մեծ է, բայց գնում է եւ նվազում է այդ ծավալը, այսինքն Իրանի հնարավորությունները գնալով նվազում են, ինչը շատ կարեւոր է։ Չնայած դրա, Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Իսրայելին, որտեղ որ Թել Ավիվի շրջանում հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել այսօր մի քանի ժամ առաջ եւ կասետային այդպիսի հարվածներ են հասցրել Իրանի կողմից Իսրայելի տարբեր հատվածներում։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ իրավիճակը մնում է շատ լարված, շատ թեժ։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները չեն պատրաստվում իհարկե կանգնեցնել ռազմական գործողությունները, հակառակը, բայց պետք է նաեւ ասեմ, որ ճնշումը գնալով աճելու է իհարկե Միացյալ Նահանգների վրա, այդ թվում ներքին ճնշումը, միջազգային ճնշումը նավթի գների պատճառով։ Սա է հաշվարկը Իրանի, հենց սա էր հաշվարկը Իրանի, որ նավթի գների միջոցով եւ Հորմուզի նեղուցը փակելով, ծոցի երկրներին հարվածելով կստիպեն Միացյալ Նահանգներին հրաժարվել այս ռազմական գործողություններից։ Հիմա իհարկե գլխավոր թեստը այդտեղ է, կկարողանան իրանք ստիպել Միացյալ Նահանգներին կանգնեցնել պատերազմը, թե ոչ։ Մինչև այս պահը այդպիսի ստիպելու գործընթաց փաստացի անհնար եղավ, ծոցի երկրներին հարվածները օգուտ չբերեց, Միացյալ Նահանգների ռազմականներին հարվածները այդ թվում, եւ զուգահեռ դրա պետք է նաեւ արձանագրել, որ նավթի գնի աճը, որը հիմա արձանագրվում է, նաեւ չի երևում, որ ունենա այդ արդյունքը։ Դրա փոխարեն Միացյալ Նահանգները քննարկում են իրանց ռազմավարական ռեզերվներից նավթ դեպի շուկա հանելու օրակարգը, Միացյալ Նահանգները ունեն այդ հնարավորությունը եւ դա պետք է բերի նավթի գնի կայունացմանը միջազգային շուկայում։ Բացի դրանից, քննարկվում է գլխավոր գործընկերների հետ ամենամեծ այդ կառույցներում, նկատի ունեմ մեծ G7-ը, այդ կառույցը, այսինքն կոնկրետ 7 պետության, ամենախոշոր պետության միավորումն է այդ կառույցը, որ իրանք բոլորը իրանց ռեզերվներից նավթ հանեն դեպի շուկա, որ շուկան կայունացնեն։ Բացի դրանից իհարկե գնաճի տենդենսը պետք է տեսնենք, բայց այսպիսի կարճ փոփոխությունը հիմա դա չէ կարևորը։ Իհարկե պետք է սպասել, թե ինչպիսի կլինի ուրեմն ֆինանսական արձագանքը Միացյալ Նահանգների նաև այսպիսի զարգացումների վրա։ Բայց ռազմական գործողությունները ակնհայտորեն շարունակվում են։ Այսօր մի քանի ժամ առաջ Հայաստանում անցկացվեց 3-րդ արդեն անգամ Անվտանգության խորհրդի նիստը վարչապետ Փաշինյանի նախագահությամբ։ Ես շատ դրական եմ գնահատում այդպիսի աշխատանքը, այսինքն այդքան մի քանի արդեն անվտանգության նիստ անցկացնելը, ակնհայտ է, որ այդ նիստերի ժամանակ քննարկվում են մի շարք քայլեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար, ուստի ես դա ողջունում եմ, կարևոր եմ համարում։ Ադրբեջանում գիտեք, որ անվտանգության խորհրդի նիստ տեղի է ունեցել մարտի 5-ին, այդ Նախիջևանի ուղղությունով այդ հարվածների հետևանքով, Վրաստանում գոյություն չի ունեցել, տեղի չի ունեցել,
որովհետև Վրաստանում չկա անվտանգության խորհուրդ, չեղարկել են ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին չեղարկել է Վրաստանում անվտանգության խորհուրդը։ Եվ չկա այդպիսի մարմին, չի հավաքվում, որոշումներ չի կայացնում, առհասարակ հասկանալի չէ Վրաստանի պատրաստվածությունը որևէ սպառնալիքների առումով։ Նաև ասեմ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հետաքրքիր տեղեկատվություն են տարածում, որ իրանական զորքերը սահմանից հետ են քաշվել, եւ դա իրենց գնահատականով տեղի է ունեցել Իլհամ Ալիևի սպառնալիքների կամ նախազգուշացման հետևանքով։ Ես կարծում եմ, որ դա իրոք իրատեսական է, որ այդպիսի բան տեղի ունենար, որ էլ իրավիճակը չսրվեր այն ֆոնին, ինչ մենք ձեր հետ միասին քննարկել ենք, այսինքն երբ արկա լրջագույն սպառնալիքներ կան հողի վրա հենց Իրանում, եւ ուստի հարգելի հայրենակիցներ, ակնհայտ է, որ իրավիճակը շատ լուրջ սրվում է եւ շարունակում է լարվել։ Բացի դրանից, ես պետք է ձեզ ասեմ, որ հյուսիսային Իսրայելում նաև հարվածներ են, Հեզբոլահը երեկ կրակում էր Հայֆայի ուղղությունով, ինչպես նաև այսօր արդեն կրակում էր Կիրիաթ Շմոնա ամենահյուսիսային բնակավայրի ուղղությամբ Իսրայելի։ Իսրայելը հարվածները շարունակում է Լիբանանի հարավային հատվածում, Լիտանի գետից ավելի հարավ, Բեկայի նաև շրջանում եւ Բեյրութի հարավային շրջանում շատ ակտիվ մեր հայրենակիցները իհարկե Լիբանանում ապրող շատ զգույշ պետք է լինեն, հատկապես Բեյրութում եւ նույնիսկ երկրի հարավային հատված չպետք է ուրեմն գնան հաշվի առնելով այնտեղ շատ լուրջ ռազմական գործողությունները։ Իսրայելը ոնց հասկանում եմ հող է նախապատրաստում, որ ել ավելի լայնածավալ դարձնի իր ցամաքային գործընթացը, որը այս պայծրությամբ տեղի է ունենում Լիբանանում, բայց շատ սահմանափակ իրականում, եւ ծավալը փոքր է այդ գործողությունների այս պահի դրությամբ։ Ընդհանուր առումով, հարգելի հայրենակիցներ, պետք է ասել, որ իրավիճակը մնում է բավականին լարված եւ բավականին լուրջ, այստեղ մենք տեսնում ենք սպառնալիքներ եւ մարտահրավերներ, հատկապես մեր համար նաև հետաքրքիր է այն փաստը, որ տեսեք Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ Իրանի հարվածները մեկ ժամ առաջ մոտավորապես Իրանի հարվածները հարևան պետությունների վրա եւ այդ թվում Սաուդյան Արաբիայի բերելու է ավելի վատ իրավիճակին, որը Իրանին է դարձնելու պարտված կողմ, այսինքն Սաուդյան Արաբիան իրականում հիմա չի մերժում հնարավորությունը նրա եւ հավանականությունը նրա, որ հարվածներ հասցնի Իրանի վրա։ Այսինքն դա նաև կոնկրետ օրակարգում կարող է լինել Սաուդյան Արաբիայի համար, որովհետև հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով վտանգները, Սաուդյան Արաբիան փաստացի նախազգուշացնում է արդեն կոնկրետ Իրանին, որ այդ քայլերի չդիմի Իրանը։ Բացի դրանից պետք է ասեմ, որ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Մոջտաբա Համենեին, շնորհավորել է Իրան, աջակցություն է հայտարարել եւ ասել է, որ իրանք իրանական ժողովրդի կողքին են, ամեն ինչ պարզ է, չէ, հարգելի հայրենակիցներ, ով ում հետ է դաշնակից, ով ում է աջակցում եւ այլն, ամեն ինչ հասկանալի է։ Այն, որ Ռուսաստանը ի զորու չէ իր ճակերտներում դաշնակցին աջակցել հիմա Իրանի դեպքում, լավ դաս է նաեւ մեր համար եւ բոլորի համար, որ հույս չի կարելի դնել Ռուսաստանի վրա, հույս չի կարելի դնել Իրանի վրա, նաեւ տեսնում ենք Իրանը սեփական հույս չի կարող ունենալ։ Մի խոսքով իրավիճակը այդ առումով բավականին լուրջ է։ Ասեմ ձեզ, որ հյուսիսային Կիպրոս, այսինքն Կիպրոսի այդ օկուպացված հատվածը Թուրքիայի կողմից Թուրքիան 16 F-16-ներ է ուղարկել, իբրև պաշտպանելու նպատակով հյուսիսային Կիպրոսը, հետաքրքիր թեզ է, ես կարծում եմ իրականում նպատակը այստեղ ուրիշ է, բայց ամեն դեպքում այդ թեզի ներքո 16 կներեք 6 F-16-ներ է ուղարկել եւ այնտեղ տեղակայել, իսկ գիտեք մենք ձեր հետ քննարկում էինք դեռ սեպտեմբերից Թուրքիան շատ հզորացրել է իր ռազմական ներկայությունը հյուսիսային Կիպրոսում, ուստի սա հիմա հետաքրքիր պահ է Թուրքիայի համար, որ օգտվի այս հնարավորությունից։ Թուրքիան էլ օգտվում է։ Միշտ էլ Թուրքիան եւ նույն Ադրբեջանն էլ այդ տրամաբանությունով են գործում, ես մեկնաբանություններում տեսնում եմ դուք էլ նույն բանն եք գրում շատ դեպքերում, որ Թուրքիան Ադրբեջանը սպասում են պահին, որ օգտագործեն այդ պահը, այո, դա այդպես է, դա իրանց բնույթն է, իրանց քաղաքականության
բնույթը։ Ասեմ, որ հարվածները շատ ակտիվ շարունակվում են Միացյալ Արաբական Էմիրությունների ուղղությամբ եւ Էմիրություններում տուժածներ կան, դա իրոք շատ լուրջ խնդիր է հիմա Էմիրությունների համար եւ խոսակցություն կա, որ Էմիրությունները առաջի հարվածներն են հասցրել արդեն Իրանի դեմ։ Դա նաև հաստատված տեղեկատվություն չէ, բայց ամեն դեպքում հավանականությունը դրա շատ մեծ է իրոք, եւ դա արդեն նախազգուշացում կարող է լինել Իրանի համար, որ Իրանը չհարվածի հարևան պետություններին։ Ես ի սկզբից ասացի ձեզ, որ ճիշտ է Իրանը սա պատկերացրել է ինչպես էֆեկտիվ քաղաքականություն, բայց ես կարծում եմ, որ այս հարվածները դեպի ամերիկյան այս ռազմակայաններ տարածաշրջանում էլ ավելի իրականում թուլացրել են Իրանի դիրքերը, որովհետև այդ ռազմակայանները չէին մասնակցում եւ չեն մասնակցում Իրանի վրա հարվածներում, ուստի հաշվի առնելով դա, ես կարծում եմ, որ այդ ռազմականների վրա հարվածները արաբական պետությունների հետ հարաբերությունները սրելը առհասարակ բերեց ավելի անկայունությանը Իրանի համար եւ ավելի մեծ խնդիրներ ստեղծեց, քան հնարավորություններ տվեց։ Եվ հաշվի առնելով այս իրավիճակը, իրոք հիմա պետք է ասեմ, որ այդ թվում նավթի գնի աճի զուգահեռ, որը $120 է մոտավորապես հասել, ճնշումը Միացյալ Նահանգների վրա աճելու է, որը Միացյալ Նահանգները դադարեցնեն այս պատերազմը։ Արդյոք կդադարեցնեն թե ոչ, մոտակա շաբաթների ընթացքում, իսկ այսօր պատերազմի 9-րդ օրն է, չի նախատեսվում պատերազմի կանգնեցումը, ռազմական գործողությունները շարունակվում են եւ մենք ձեր հետ միասին կհետևենք իհարկե զարգացումներին եւ ռազմական գործողություններին, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք մանրամասն այսպիսի պատկեր եւ տեղեկատվություն ունենանք, թե ինչ է տեղի ունենում։ Շնորհակալ եմ հարգելի այնակիցներ ուշադրության համար։ Կոչ եմ անում ձեզ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք ալիքին, միացեք ալիքին, դառեք անդամ ալիքի եւ դրանով աջակցեք նաեւ ալիքի գործունեությունը, դա շատ կարեւոր է եւ ես շնորհակալ եմ բոլորին, ով դա անում է։ Կհանդիպենք հարգելի այրնակիցներ, ցտեսություն։